Ժամանակ ավելի շատ ենք տրվում մեր ամեն ինչի մասով քանս է 30 տարի եւ ավել Ռոբերտա Սերժական ժամանակը այսօրվա օրով թուրքը 30 տարի որ հայը իսկ երեք երտանք ցանկացած թուրքի հարց տանք իրան ապու պապի պատմությունը կսե որտեղ իրանց ապու պապ գներես իրանց ապու պապի պատմությունը ամենը 100 տարի Որտեղ թուրքը 30 տարի մենք որսեղ ֆարմ ենք, քոչարի ենք ֆարմ, ուրախացել ենք որ միած կարել է ինքը 30 տարի ասաբար այս չանեմ, այսպես չի 30 տարի ինքը իր երեխեքին կրթեց, այն որ են Մոսկվայում է դուք չեք պատկերացնում եք թուրքեր ինչ էին Մոսկվայում, որ բоже мой, էդ ինչ ուժս էին դրանք, էդ ինչ ռուսերեն ԱՈ-բ չգիտեին խոսալ, մեկ է Այսօրվա օրով իրանց երեխեքը ռուսերեն են խոսում, ունիվերսիտետներն են սովորում ու հələ մետել հայերի իստորիա են սովորեցնում իրանց երեխեքը, որտեղ իրանք Почему-то Мехелька առան իրանք, ոչ թե իսկ մենք դառան ոչ խար То есть мы 30 лет были победителями, нам это хватит. Все, давайте, ура, все. 30 տարի պարեցինք։ Իսկ ինքը ասավ չէ, չի լինի, Господи։ Մենք էլ իրանց նման 30 տարի պիտի կատաղենք։ Դրա համար սրսկեցին խոսքա մի բան ասի։ կատաղության դեմ սրսկեցին Դու այսօրվա դրությամբ վաղվա օր չունիս, դու 30 տարվա մասով ինչ կխոսած։ Քու պետականությունը Ընդամենը օրերի, շաբաթների, ամիսների հարց է մնացել, քու պետականություն իսպար կործանվել է։ Այս կաբու դերգինքը կրված տղերքի շնորհիվ է թո պավե։ Իսկ այսօրվա դրությամբ քու ջերմուգի ամբողջ պաշտպանական դիշկերը Թուրքի վերահսկողության տակ է քու բարեկդ քու ոստիկանդ գրաստեղ մեծ 20-30 կամ 3-400 հոգու քաղաքացու վրա գա ուշ կիրառ։ Ինչ այն ուզում անի։ Ինչ ուզում բայց էլ տա բրցնեք հա։ Էսի չէ։ Բա ինչա մնացել որ տա։ Հիմա գալիս ենք ընդհանուր են որ ասում ձուկը գլխից է ուտած։ Նպատակը որ հարցի նպատակը ինչ է։ Էսի սարքում է Երևանը գազանանոցի պես իրանց նպատակը այդ է։ Սարքեն գազանանոցի պես մի տեղ Ես ում կարան տեղավոր Աբես, հա, որ հետո ասեն գազանանոցի պես ցույց տան, ասեն տեսեք, ստե հայրել են մնացել 30 տարի հնդիկների նման, ինդեյցների նման, հացեր ռեզերվացիա 30 տարի, 94 թվականից հետո, երբ որ արդեն Ղարաբաղում ձևավորվավ կոնկրետ բանակ, պետություն, սահմանադրական երկիր, 30 տարի Ղարաբաղը սարքին ամբողջապես Սարքին Ստեփանակերտը որպես քաղաք, որ քաղաքն որ հաստատ Երևանը լմե 5 տարի էր պետք է որ սարքեն դարձուն Ստեփանակերտ։ Մեկ գրիչի հարվածով, գեղեցիկ մի քանի կրագոցով, այսօր Ադրբեջանին նվիրեցին։ Մեր 30 տարի մեր պետական բյուջեի, մեր հայ ազգի ժողովրդի քրտնաջան աշխատանքը լցին Ստեփանակերտ ու Ղարաբաղ։ Նվիրաբերեցին Ադրբեջանին։ Ինչ է Երևանի նվիրաբերությունը։ Շատ լուրջ խնդրեմ է։ Քան որ չկա ազգի համախմբվածություն, բոլոր ուղղություններով էլ նվիրատվություններ իրականացվելու է։ Գործառույթ են իրականացնում, պետականությունը հանձնել այլ թշնամի երկրի։ Այս տարածքը իրանց պետք է։ Քան որ այսօր ժողովուրդ չկա, չի դուրս կա իրան իրավունքները պահելու համար, իրան պետական սահմանները պահելու, իրան երեխեքին պահելու համար։ Օրս տեղի ունեցած 20 թվականից մինչ օրս տեղի ունեցած հավաքները բազմաթիվ անձանցով է պայմանավորված եղել, բազմաթիվ անձանցով, նույնիսկ անգամ կառավարության դիմաց, այն քանագի պայքարող պահանջող ժողովուրդ են եղել, որ ժողովրդին հուսախապ են եղել, բոլոր կուսակցական, նույնիսկ անգամ եկեղեցիական կողմից առաջնորդվող ժողովրդական շարժումը տարավ ձախողման, թույլ չտվավ հավաքված 60, 70, 100, 150 հազար քաղաքացին աներ այն, ինչ որ պետք է աներ։ Առաջ ժամանակ էլ երբ որ վերցվեց կառավարության շենքը, խորհրդարանի շենքը գներեք, ասեցին թողեք գնանք, մեզ պետք է դարդակատորները, մեզ պետք է դարդակ շինությունները։ Դրանից հետո ժողովուրդը հիասթափավ չի կարողանում իր միտքը իմի բերել հասկանալ, որ այս պայքարը նախորդ պայքարներից տարբերվում է, որտեղ այս պայքարի առաջնորդը առաջնահերթություն է տվել
իր կյանքը վտանգելով իր պետության իր ժողովրդի համար ծառայություն մատուցե որպես կրված տղա ինքը չի կարող հուսախապանել մեզ իսկ ով եղե Նիկոլը լրագրող ինքը չէր կարող լրագրողական դաշտից ռազմական գներեք ռազմական գործողություններ վարել էսեր գրում գիտելիքներ ունենալ տնտեսության անգումը վերականգնելու նկատառումները հասկանար ստապ դադեր եւ հասկանար որ այս ազգին պետք է կոնկրետ ծրագրեր որ կարողանար փրկել թե բանակը թե ազգին թե ժողովրդին տարավ երկիրը իսպար կորզանման հուսախապ են ժողովուրդը չեն կարող ոտքի ելնել չեն վստահում հեշմեգին վստահություն իսպար խլվել է ժողովրդից բայց մենք ստեղ գտնվելով այդ վստահությունը ժողովրդին մենք միանշանակ տալու ենք ժողովուրդը հավաքվելու է այստեղ կարճ ժամանակ հետո ոնց ժողովրդի վստահությունը մենք կարող ենք շահել մի պայմանով որ այստեղ գտնվող յուրաքանչյուր քաղաքացին չի պատկանում ոչ անցյալ իշխանություններին ոչ էլ ներկայիս իշխանությանը այլ կոնկրետ հայրենասեր տղերք են, ովքեր այս հայրենիքի համար անելիք ունեն վաղվա օրը։ Դա մեր վստահությունն է, որ պետք է տեղի ունենա, ժողովուրդը լսելով, տեսնելով, պետք է համախմբվեն ամբողջապես։ Ես կոչ եմ եղում մեր ոստիկանությանը։ 20 թվականին, երբ որ արդեն Ստեփանակերտ քաղաքը գործուն էր, որպես քաղաք, եւ ժողովուրդը ոտքի էին ելել դուրս ոստիկանությունը ծառայություն էր մատուցում իշա իրենց կառավարության որոշումներին։ Ուր են հիմա Ղարաբաղի ոստիկանները։ Ժողովրդին չեն թույլ տալիս իրենց պահանջով պայքարով դուրս գալ փողոց, ճնշում էին, ձերբակալում էին, տանում էին, եւ ինչ տեղի ունեցավ։ Մեկ գրիչի հարվածով Ղարաբաղ չկա, Ղարաբաղցին արդեն այսօր Հայաստանում է, սոս խնդիրով նստած պահանջ է ներկայացնում, 40 պելուս տրամական միջոցներ ապահովեք, մի քիչ էլ ավել, սոցիալական խնդիրով են այստեղ նստած։ Իսկ իրանց սրբությունները այսօր Ղարաբաղում, իրենց ննջեցյալները, իրենց չհողարգավորված դեռ ննջեցյալների, օսկորները գետնին է թափած, իրենք չեն կարող գնալ հողարգավորել։ Ուր են հասել Ղարաբաղցուն, որ գա այսօր սոցիալական խնդիրի պայքար տանի, որ երեխեն սովի չմատնվի։ Ինչ դիշկորոշում տվեց իրենց ոստիկանները, թույլ տվեց, որ ժողովուրդը ոտքի չկանգներ, ճնշում գործադրվեց եւ ժողովրդին մեկ գրիչի հարվածով հանին Ղարաբաղից դուրս։ Այդ վտանգը այսօր մեր ուսերին է, մեր բոլոր հայ ազգի ուսերին է այդ վտանգը։ Մեր այդ վտանգի տակ ենք մենք բոլորս միասին։ Սա սոս պահանջ չէ։ Սա հայրենասիրական պահանջ է, հայրենիքի վտանգի դեմը կանխելու պահանջ է։ Պետք է քաղաքացիները հասկանան, յուրաքանչյուր հայ քաղաքացին, որ մտնում է իր կնոջ անկողինը, պետք է կինը ձենտատ է գնա, ելի քու երեխու համար են ել այդ անձինք, դու է միացի, իսկ եթե չի լինի այդ միացումը, ուրեմն սա վերջի պայքարն է լինելու, Նիկոլը անելու է այն, ինչոյի համար, որ եկել է և հասնելու էր նպատակին, ես այսքանով ավարտում եմ, նպատակը հայաթափել, Հայաստանը նվիրել, նպատակը ես հիմնավորեմ, որն է նպատակը, գներեք, որն է նպատակը, 20 թվականի պատերազմի ձախողումից հետո Նիկոլ Փաշինյանը այդ նպատակ չուներ Հայաստանի Հանրապետությունը ևս ձախողման տանելու էր նվիրաբերելու, ինքը միանշանակ իր տեխնայությունը չէր նախընտրել, իր տեխնայությամբ հանդերձ չէր գալու։ Եվ այն քարոզչական մեքենա, որ ինքը աշխատում էր, մանդատ տվեք ինձ, չգիտեմ մուրջ տվեք ինձ, ես երկաթ եմ մուրջով եմ գալիս, չգիտեմ ինչով եմ գալիս։ Այդ պետք է հայի գլխին չխփեր, այդ պետք է Ալիևի գլխին խփած լիներ մինչ այսօր։ 26 թվին արդեն լրանում է իրեն պաշտոնակատարման ժամանակը։ Ինք իրեն խոստումը չի կատարե, մուրջը խփել է հայի գլխին եւ խփում է հայի գլխին։ Դա հիմնավորում է իրեն նպատակը, որ սա էլ է տալու Ադրբեջանին։ Եվ տված է 350,000 ադրբեջանցիներ, եթե պետք է տեղակայվեն Հայաստանում, դա արդեն մեր ճակատագիրը որոշված է, որ մենք հայ կոչվելու իրավունք չունենք, ընդամենը 5-10 տարի հետո։ Մեր պետականությունն է, մեր ազգայինն է կորչում է։ Ես 20 թվականին, երբ որ պատերազմական գործողությունների մեջ էի, ես ազատված էի, որ բոլոր, եթե
երկրում ռազմական դրություններ եւ քաղաքացիներ զորակոչում հայրենիքի ծառայություն մատուցելու պետք է որ ազատված լիներ ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պարտավորվածություններից։ Նիկոլ Փաշինյանը իրեն գործառույթը այդպես էլ չհասկացավ թե ինչու է եկել իշխանության։ Հենց անձնապես իմ անձով պայմանավորված Նիկոլ Փաշինյանը զորակոչում է ինձ համար նախապատրաստել է նման զորակոչված քաղաքացիներից եւ նույն ժամանակ քաղաքացիական բանկային դատական ակտեր է իրականացնել սույն ժամանակների համար X գումարները դարձնելով XX գումարներ պարտավորեցրել է քաղաքացուն այդ ժամանակի համար քաղաքացու համար ինքը պատասխան չկրել Եվ այն դատական ակտերը, որոնք կարող էր քաղաքացին այդ ժամանակ տեղում լիներ եւ ծանուցվեր եւ վերաքննիչ դատարանում իրեն իրավունքը պահեր, այդ ժամանակը հատվածից էր քաղաքացու զրկել ինձ անմիջապես եւ 21 թվականին X գումարի պահանջով XX գումարներ դատական ակտով ինձանից գումար է պահանջել ես գրավոր անմիջապես հասարակագրել եմ ներկայիս չեմ էլ ուզում անունը տալ Նիկոլին, որ նման փաստ ես դու արձանագրել քու զորակոչված քաղաքացով պայմանավորված, ով է դրա տերը, եթե ես դասալիկ համարվեի ինտեղից կայի դատական նիստի մասնակցեի, այդ դեպքում ես դասալիկ կլինեի, դուք ուրեմն որպես պետական ղեկավար գերագույն հրամանատար, դուք եք ռազմական դրություն հայտարարել եւ ես պարտավոր եմ զորակոչվելու Դուք իմ կողմից կատարված գործառույթ ես կատարել եմ օրինաչափ, իսկ դուք ձեր կողմից իմ անձով պայմանավորված զորակոչի մասով, դուք օրինաչափ գործառույթ չեք իրականացրել, իսկ ինքը ինչ է ինձ պատասխանել, ընդամենը գրառումներ, գերատեսչ կառույցների, որտեղից գրառումների հետ պատասխաններ կառավարություն եւ գրառումներ գերատեսչ կառույցների, ինքը իմ նման զորակոչված տղերքին Եվս այն գործառույթն է իրականացրել է, որ ստիպված է սերգիրը լեկենք է սերգիրը։ Ես ինչի համար սա ասեցի խիստ անձնական իմ ունեցած խնդիրներից, որ եվս իր ծրագիրը կրված տղերքին հայաթափելն է սերգրից։